պետք չի նյարդայնանալ սիրելի ժողովուրդ։ Պետք է ուղղակի նայել եւ հասկանալ, որ սա եւս ժողովրդավարության ձեռքբերումն է։ Որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ժամերով նստի եւ, ասենք, խոսա, Սերժ Սարգսյանը ժամերով նստի եւ խոսա։ Ո՞վ է տեսել Սերժ Սարգսյանին հոդաբաշխ միտք արտահայտելիս, երբ որ ինքը 10 տարի եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, կամ Ռոբերտ Քոչարյանը, որ երբ որ նույնիսկ քնածա տարասխալ է անում։ Բայց ասենք ինքը հիմա, ասենք ամիսը մեկ բան հարցազրույց անում, ճեպազրույց անում։ Ինչի համար է սա։ Որովհետեւ իրենք արդեն գործում են ժողովրդավարական կառավարման համակարգում, որտեղ իրենց հույսը պիտի դնեն իրենց խոսքի վրա, որովհետեւ փողի վրա հույս դնում են չի ստացվում, կրիմինալի վրա հույս դնում են չի ստացվում, սրբապիղծ տերտերների վրա հույսը դնում են չի ստացվում, ինչի վրա հույսը դնում են չի ստացվում, մտածում են դե լավ, մի հատ կարող է նաև մեր խոսքի վրա հույսը դնենք եւ խոսքի վրա էլ տեսնում ենք ոնց է ստացվում իրանց մոտ։ Եվ ամփոփելով ուզում եմ ասել, որ մենք մի քանի օր առաջ Տավուշի մարզում էինք եւ հանդիպում էինք մեր հայրենակիցների հետ եւ այնտեղ տավուշցիներից մեկը մոտեցավ ինձ, այսպես կիսա շշուկով ասեց, պարոն Կոնջարյան, հանկարծ այդ մարդակերներին իշխանությունը չհանձնեք։ Ես ասացի, որ այդ մարդակերներին իշխանություն հանձնող կամ չհանձնողը դուք եք։ Եվ 2021 թվականին դուք արդեն այդ մարդակերներին իշխանություն չեք հանձնել եւ 2026 թվականին եւս դուք այդ մարդակերներին իշխանություն չեք հանձնելու, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում մարդակերների իշխանությունը անշրջելիորեն ավարտված է եւ մարդակերների իշխանության պարագլուխները ուզում է ոդկաստ անեն, ուզում է գլուխ կոնձի տան, ուզում է Հանրապետության հրապարակում բալետ պարեն, իրենց իշխանությունը վերջնականապես Հայաստանի Հանրապետությունում ջախջախված է։